Եվ մաս 4. Երկար տեքստեր, շատ երկար գրել, մի փոքր ինքը բարդացնում է, քանի որ հաճախորդների դեպքում այդքանը կարդալը արդեն իսկ բարդացնում է, փորձեք ավելի հակիրճ, ավելի լակոնիկ պատասխանել ձեր հաճախորդին, բայց պատասխանեք միանգամից, քանի որ հաճախորդներին գրում ենք բարև ձեզ, գրում եք բարև ձեզ, հետո հաճախորդը գրում է իր խնդիրը, մի շաբաթից հետո գալիս են գրում են բարև ձեզ, ինչ հարցով եք դիմում։ Իմ ասածը իրականում վերաբերում է Հայաստանի շատ կազմակերպություններում։ Ես ասեմ Instagram-ով ունեմ սովորություն սրճարանում տեղ բուք անելու կամ չգիտեմ ինչ որ պատվեր անելու։ Ես գրում եմ, բարև ձեզ, իմ պատասխանում են, 3 օր հետո գրում է, դիմել եք մեզ։ Չէ դիմե, ուղղակի ուզում էի բարևեի, ձեզ լավ օր մաղթեի, անցնեի առաջ։ Եթե ես գրել եմ բարև ձեզ, ու դուք գրել եք բարև ձեզ, հաջորդը պետք է լիներ հարցնեիք, ինչով կարող եք օգնել, ես էլ ասեի, կարիք ունեմ, որ իմ համար սեղան բուք անեք կամ այսպես շարունակ։ Այնպես որ երբ ձեզ գրում եմ բարև ձեզ, խնդրում եմ մի րոպե հետո կամ 5 րոպե հետո հետ եկեք, սովորաբար հաճախորդը արագ պատասխանում է։ Եվ ոչ արագ պատասխանում են շատ կազմակերպություններ, որոնք նամակագրության իմաստը բնավ տենց էլ չեն հասկանում, որ եթե հաճախորդը գրում է, ինքը չի սիրում զանգել, ուրեմն պետք է իրան պատասխանել այս տարբերակով։